Նայվազյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց հենց նոր, քանի որ ամեն նիստից հետո կառավարության Փաշինյանը իջնում է լրագրողների հարցերի պատասխանելու, ինչ է ասում, Մայր ազատագրման գործընթացը սկսել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգեվոր նորոգման process է տեղի ունենում։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականն է եւ սրան զուգահեռ մենք տեսնում ենք ըստ էության իր ձախողված այդ շագերտավոր սրբապղ ծառայողություն, չէ՞ ոչ թե իրապես սրբապղ ծառայողությունները պատարակի անվան ներքո, որին անգամ քաղաքացիները ուղղակի մերժում են չգնալով այդ պիղծ գործողություններին։ Խնդրեմ ինչ է տեղի ունենում։ Ուղղակի չգիտես ինչ ասես, ձեր տված հարցին ես ինչպես պատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանը ազատագրում է հաշվում եկեղեցին, այո։ Ազատագրող ես Արցախը ազատագրեիր։ Սյունիքի տարածքները, տված գյուղերը, տարածքներ ես տվել, որ ամեն մեկը մի դրախտ էր։ Հիմի քո ժողովրդից ես ազատագրում։ Ես չեմ այդ մարդուն ուղղակի ես նորմալ մարդ չեմ հաշվում, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եկեղեցու դեմ, քո սեփական ժողովրդի դեմ ես դու կռվում։ Եվ վերջերս լսեցի Ալեն Սիմոնյանը կարծեմ ասել, ջախջախի հաղթանակ տարանք։ Այ ընկեր, ում ես ջախջախել։ Քո ժողովրդի կամ ոնց ես ջախջախել, քո նկատառումները ինչպիսին են։ Թուրքին ջախջախեիր, այ ընկեր, արցախցիներին ասում էիր վախկոտ են, թող կռվեին։ Թուրքին ջախջախեիր։ Քո ժողովրդին ես ջախջախում։ Ամոթ է, մեծագույն ամոթ, որ մենք ունենք այսպիսի իշխանություն, չնայած ժողովուրդը միշտ ասել է ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, բայց օրինակ ես արժանի չեմ։ 35 տարի պայքարել եմ ես ժողովրդի նպատակների իրականացման համար եւ միշտ հպարտացել եմ, որ հասել ենք մեր երազանքին։ Այսօր նստել ենք կոտրած դաշտակել չունենք, դու հաշվում ես, որ մեզ ջախջախել ես, ջախջախեցիր Արցախը, իհարկե ջախջախեցիք։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ամբյոնից ասում է, ես Ղարաբաղի համար այնքան բան եմ արել, որ ոչ մի նախկին իշխանություն չի արել, իհարկե չի արել։ Ոչ մի նախկին իշխանություն Արցախը չի նվիրել Թուրքին։ Մենակ դու ես նվիրել եւ քեզնից հետո էլ նվիրող չի լինի, ազատագրող կլինի, բայց նվիրող չի լինի։ Ես չգիտեմ այս իշխանությանը ինչ ասեմ, սրանք ժողովուրդս, սրանք թյուրիմացություն են, բայց թյուրիմացությունը 7 տարի չի նստում գահի վրա, հասկանում եք։ Գուցե մենք ենք դարձել թյուրիմացություն, որ հանդուրժում ենք դրանց։ Սա ահավոր բան է։ Քո ընտրություններով, որ հպարտանում ես, այ լամուկ, ինչով ես հպարտանում, Էջմիածնում ընտրություններին մասնակցել է կեսից, համարյա կեսը կամ կեսից մի քիչ մարդ է մասնակցել ընտրություններին, եթե ժողովուրդը Էջմիածնի, քեզ ընդունեին, որևէ մեկը իրենց տանը կնստեր ու չէր գա ընտրություններին մասնակցելու, այդ հարցը դու չես տվել, ինչի ժողովուրդը չեկան, ինչի չմասնակցեցին բոլորը։ Տոկոսային հարաբերությունով, որ վերցնում ես, քանի մարդ է քեզ ընտրել ամբողջ Էջմիածնում, եւ դու հաշվում ես դա հաղթանակ, ամոթ է, չէ, ամոթ, եւ դուք դա ասում եք ջախջախեցինք, ում եք ջախջախել, ում, աչ ու ձախ հարևաններին ջախջախեցեք ձեր, նրանց ոտքի տակ փալաս եք դարձել,
Ձեր ժողովրդին եք ջախջախում։ Ես գտնում եմ, որ մենք շատ ենք ուշացնում ամեն ինչը։ Այս երկիրը ամեն անգամ սոցցանցում որևէ հրապարակում անելուց ես գրում եմ, վերջի նախադասությունս միշտ լինում է զգուշացում, տեսեք Հայաստանը Արցախ չդառնա, տեսեք Հայաստանը Արցախ չդառնա։ Այսօր համարյա դառնում է, Արցախ է դառնում համարյա, որովհետև ժողովուրդս լուր ու մունջ քնած։ Ես որ նայում եմ ժողովրդի վերաբերմունքին, ինձ թվում է, թե այս ամեն ինչը կատարվում է ուրիշ երկրում, այս ժողովուրդը ընդամենը դիտորդ է։ Սա ինչ բան է, սա ցույցերին չեք մասնակցում, ընտրություններին ակտիվ չեք մասնակցում։ Սիրելի էջմիածնեցիներ, ձեզ ինչը խանգարեց, գնայք ընտրեիք, ինչի չգնացիք։ Ինչի չգնացիք, հեռու էր, ոտ կոտրելու ճամփա էր։ Ուզում եմ մի հայտարարություն էլ անեմ, եթե էջմիածնում տեղավորված որևէ արցախցի տարհանված ընտրել է ՔՊ-ին 1000 ամոթ իրեն, 1000 ամոթ։ Լսել եմ, որ եղել են նման մարդիկ։ Մենք 10 ամիս, այ արցախցիներ, սոված մնացել ենք 10 ամիս։ Դուք ձեր դահիճին, այսօրվա ձեր ճակատագրի հեղինակին գնում եք ընտրում։ Մենք Արցախից եկել ենք դատարկ, մեզ հետ բերել ենք մի թասիբ, մի նամուս։ Մեր բերած հարստությունը էդ է։ Դուք դա փորձել եք վաճառել։ Եթե նման դեպքեր եղել են ամոթ իրենց, նորից եմ ասում, եթե մեկ արցախցի 26 թվին ընտրություններին, մի արցախցի թեկուզ այս իշխանություններին ձայն տա, ուրեմն նա արցախցի չի։ Ես այդպես եմ մտածում։ Եկեղեցու մասին խոսեմ։ Նիկոլ Փաշինյան։ Եկեղեցին այն ոլորտը չի, որ դու պատերազմ ես հայտարարել։ Եկեղեցին այն ոլորտն է, որտեղ դու պիտի մաքրվես քո մեղքերից, ոչ թե պատերազմ հայտարարես։ Քո մեղքերը այնքան շատ են, ոչ միայն քո, այլ քո համակարգի։ Վեհափառին քննադատում ես, հասկացանք, ասում ես կուսակրոնության ուխտը խախտել է։ Արի իրար կողքի տնենք նրա խախտումը և քո խախտումը։ Դու քո կնոջ հետ չունես օրինական գրանցում, ամուսնության վկայական, բայց որպես առաջի տիկին փեշիցդ կարած աշխարհով մեկ ման ես տալիս, որպես առաջի տիկին ամեն ամիս միլիոնավոր դրամներ ես հատկացնում քո ընտանիքի, քո կնոջ ֆինանսավորման համար, ում փողն ես տալիս նրան։ Դու կարող ես 10 կնոջից երեխա ունենալ, այդ 10 կինն էլ առաջի տիկին են դառնում։ Դու չես խախտել օրենքը, մեր օրենքը, որ ամուսինները պետք է ունենան պետականորեն գրանցում։ Գոնե եկեղեցով պսակվել ես, այդ էլ չունես։ Որպես ինչ ես քո տիկինը հաշված հետևիսդ գցած ընկնում աշխարհի աշխարհ։ Ամեն մեկը ասում են նախ քո աչքի փուշը տես, հետո ուրիշի աչքի գերանը տես։ Քո խախտումները մի հատ դու վերլուծի, թե ինչքան խախտումներ ես արել։ Ինչ ձևի խախտում կարելի է հաշվել,
այն, որ դպրոցներից հեռացրիք հերոսների անկյունները։ Ինչ ձևի խախտում կարելի է հաշվել այն, որ Արարատի նկարը հանեցիք գերբից, որ արգելեցիք Արցախ ասելը, Արցախի դրոշները որևէ վայրում դնելը արգելեցիք։ Ես ուղղակի մտածում եմ, Հայաստանի իշխանությունը գրավել են այլ ազգի խունտա մի հատ, այլ ազգի, ոչ հայեր։ Այսպիսի համոզմունք ունեմ, ոչ մի հայ նման բան չեր անի։ Դուք ամբողջ համակարգով հանդերձ դարձել եք Էրդողանի ու Ալիևի մանգլավիկները։ Հասկացանք հարևանություն կարելի է անել, բայց ոչ նրա ոտքերը լիզել։ Սա ինչ բան է, օրեկան մի բնակավայր, օրեկան այնքան բան ես թաքցնում քո սեփական ժողովրդից, ինչեր ես պայմանավորվել դու Ալիևի հետ։ Ինչեր։ 7 տարի է իշխանության ես։ 2 տարուց շատ արդեն մենք ունենք Բաքվում ռազմագերիներ, մեր նախկին ղեկավարները։ Ցմահ ստացան նրանք, հոդվածը դրեցին ցմահ և դատավճիռը կարդացին ցմահ։ 2 տարի անընդհատ որևէ մի անգամ ժողովուրդ դուք լսել եք Նիկոլի բերանից կամ նրա համակարգի բերանից ի պաշտպանություն ռազմագերիներին որևէ հայտարարություն, նամակ, դիմում աշխարհին, միջազգային ատյաններին, լսել եք երբևիցե։ Դա ինչ է նշանակում։ Բաքվում գտնվողներին չեք սատարում, հերիք չի։ Նրանց նմանվող բարեգործներին, նրանց այդ կերպարի նման մեր հայերին բերում եք այստեղ բանտարկում։ Բա չասեմ, որ դուք հայ չեք։ Մեր երկիրը ղեկավարում է այլ ազգի իշխանություն, բայց այդ ազգի անունը չգիտեմ ես։ Որ ազգին եք պատկանում չգիտեմ։ Որովհետև թուրքը իր սեփական ժողովրդի հանդեպ նման բան չի անի, ես չեմ կարող ձեզ թուրք ասել։ Թուրքից բեթար ինչ որ ազգի եք պատկանում, որ ես չգիտեմ, գուցե աշխարհը գիտի, թող ասի։ Սա ինչ բան է, բանտերում տեղ չկա արդեն։ Մարդկանց բերանը փակել եք, մարդկանց սպառնում եք ձեր ԱԱՑ-ով, ձեր ոստիկաններով, երկիրը սարքել եք ոստիկանական կազարմա, ամեն քայլափոխին ոստիկանի ճակատին ես հարվածում։ Ես կարդացել եմ Ստալինի սիրուհիներից մեկի Վերա Դավիդովայի հուշերը Ստալինի մասին։ Նորից սկսել եմ կարդալ և ոչ մի տարբերություն չեմ տեսնում Ստալինի վախի, չեմ ասում ղեկավարն է, ղեկավար էր, Ստալինի վախի և քո վախի միջև, Նիկոլ։ Շատ հարցերում դուք գերակշռում եք Ստալինին։ Ստալինը զուգարանում էր զինվոր կանգնեցնում։ Այդքան վախենում էր իր կյանքի համար։ Այսքան ոստիկանները ում համար ես լցրել, քո սեփական ժողովրդի։ Սքավոր մայրերը գալիս են քեզնից որևէ բան պահանջելու, ոստիկաններով նրանց հեռացնում ես։ Ամոթդ որտեղ է, ՔՊ։ Ամոթը որտեղ է։ Ես հիշեցնեմ, չեմ ուզում գովաբանել այդ ազգին, որովհետև նա իմ դարավոր թշնամին է, իմ ազգի դարավոր թշնամին է թուրքը, բայց երբ շարժումը նոր էինք սկսել, 88 թվի աշունքն էր, և քաղաքում խուճապ տարածվեց Ստեփանակերտում, թե Աղդամը գալիս է Ստեփանակերտի վրա, ժողովուրդը ոչինչ չուներ, մեր զենքը ամենաշատը դանակ էր, կացին էր, բահեր, լոմեր, կանանց էլ ասել էին գազի վրա ջուր պահեք եռացող, որ թուրքը մտնի, եռացող ջուր լցրեք դեմքերին։
Մեր ունեցածը դա էր։ Ամբոխը Աղդամից գալիս հասնում է համարյա Ասկերան և ամբոխի դիմաց դուրս է գալիս մի թուրք կին իրենցից, որ դեպուտատ էր իրենց, չգիտեմ, Մոսկվայում թե Բաքվում։ Այդ կինը գլխից լաչակը հանում է և փռում գետնին։ Ասում է, ով տղամարդ չի, թող լաչակը կողտը անցնի, գնա Ասկերան։ Եվ վայրենի ամբոխը այդ կնոջ լաչակի առաջ կանգնում է։ Իսկ դուք սքավոր մայրերին քաշելով եք տանում եռաբլուրից, կառավարության, հրապարակից ձեր պատերի տակից նրանց բողոքները արհամարելով, ծիծաղելով նրանց վրա։ Եվ նորից հարցնեմ, դուք հայ իշխանություն եք, որ ազգին եք պատկանում։ Այնքան շատ կա վրդովեցուցիչ բաներ, որ պետք է ասվի այս իշխանության հասցեին։ Այդ օրը մեկը դրանցից Կոնջորյան է, Կանջոյան է, չգիտեմ ինչ է, կանգնել էր ցինիզմի ամենաբարձր աստիճանով, ասում է, հետո ինչ չորրորդ կարգի ցորեն ենք բերել, հետո ինչ անասնակեր է, թող անասունը ցորենը ուտի, դուք էլ անասունին կերեք էլի։ Այ քեզ լկտիության աստիճան։ Պարոն Կոնջոյան, եթե ցորեն էիր ուզում, ավտոմատը ուսդ գցեիր, գայիր, կռվեիր 44 օրյայի ժամանակ քո Նիկոլի հետ, քո Ալենի հետ, քո մնացած զիբիլների հետ գայք, կռվեիք, չտայիք Արցախը Թուրքին և Արցախի ցորենը ուտեիք։ Ինչի եք անասնակեր ուտում։ Այո, տարեկան $100 միլիոն և 35 տարի մենք մի ականջով լսում էինք այստեղից եկող կարծիքները, հոգիներս դուրս եկավ 35 տարի արցախցիներին պահեցինք։ Մենք մի ազգ ենք։ Իհարկե։ Արցախցու աչքի առաջ է ամեն ինչը կատարվել։ Արցախցու աչքի առաջ ինչեր էր գալիս Հայաստան և մենք ուրախանում էինք դրա համար, որ մեր քույրերն ու եղբայրները, մեր հարազատները պիտի օգտվեն Արցախի բարիքներից։ Իսկ դուք նվիրեցիք Արցախը Թուրքին։ Նվիրել եք հերիք չի, հիմա էլ ավաններ եք սարքում, կառուցում, որ փախստականներ բերեք, ճակերտավոր փախստականներ և տեղավորեք այստեղ։ Այ ՔՊ, ուշադիր լսիր, ես որպես ականատես եմ քեզ ասում։ Երբ ադրբեջանցիներին սկսեցին Հայաստանից վտարել, ոչ մի ադրբեջանցի չի տուժվել, բոլոր ադրբեջանցիները բնակարանների փոխանակում են արել, բոլոր ադրբեջանցիները բեռնատար մեքենաներով պետությունը մեքենաները տրամադրել է իրենց գույքը տարել հասցրել են Ադրբեջան։ Ինչ է բերել արցախցին իր հետ։ Ինչ է բերել այսօր, որ նույնիսկ 40+10 կտրեցիր Արցախցու։ Նորից եմ հարցնում, իշխանություններ դուք հայ եք թե այլ ազգ եք։ Այս հարցը ամեն անգամ ես տալու եմ ձեզ։ Էդ ինչի մենք 2 տարի առանց բնակարան ենք, դուք ավաններ եք սարքում, պարիսպներով 5 մետրանոց ադրբեջանցիների համար։ Որտեղ եք ընդունում, ում հետ են ապրելու այդ մարդիկ։ Դուք գաղափար ունեք Թուրքի հետ ապրելը ինչ է։ Ապրել եք դուք Թուրքի հետ։
Գայիք Ղարաբաղ 70 տարի Թուրքի հետ ապրեիք, ամեն երեկո ժամը 7-ից 8-ից հետո ձեր դռները, դարպասները փակեիք, ձեր երիտասարդներին, աղջիկներին տնից դուրս չթողնեիք վախից, եւ ամեն անգամ մի թփի տակ, մի ծառի տակ, մի մայրուղու կողքին մորթած աղջիկներ գտնեիք, հետո կհասկանայիք, թե Թուրքի հետ ապրելը ինչ է։ Նիկոլն ասում է, մի ժամանակ ասում էին 50 մետրից Թուրքը երևում է, կգա ժամանակ, որ կասեք, վայ իշլավ է, որ 50 մետրից Թուրքը երևում է, կգնանք առևտուր կանենք, կգանք, առևտուրը գլխիդ տված, առևտուր չես անի, ով գնաց ընդեղից հետ չի գա։ Թուրքին դռնից հանես երթիկով է մտնում ներս։ Դուք չեք ճանաչում Թուրքի էությունը։ Գորբաչովը, որ Գորբաչով է, Սումգայիթից հետո ձեռքերը տարածեց եւ ասաց. դե ինչ անենք, Թուրքի ադրբեջանցու ֆակտորն է այդպիսին։ Մորթող է, ինքը մենակ մորթելու համար է։ Հա, մորթելու համար է նա ստեղծված։ Ժողովուրդ, այսօր ժամը 3-ին դատախազության շենքի առջև ցույց է։ Դուրս եկեք ձեր տներից։ Դուրս եկեք, այ ձեր ցավը տանեմ։ Դուք ում եք վստահել այս երկիրը։ Ում եք վստահել։ Շշմելու բան է, ապշելու բան է։ Եվ ես գիտեք նաև ինչից եմ ապշում։ Մեր ազգի մեջ կան այնպիսիները, որոնք Բաքվում գտնվողների հասցեին այնպիսի բաներ են գրում, մազերս գլխիս կանգնում է, դե դա ձեզ քիչ է, թող թուրքերը ձեզ սենց անեն, նենց անեն, նենց անեն, արա դուք թուրքին արեք, ինչի թուրքերը նրանց սենց անեն, դուք ձեր թշնամին ու բարեկամը երբ եք ջոգելու, այ ազգ, մենք երբ ենք հասկանալու, թե ով է մեզ բարեկամ, ով է մեզ թշնամի։ Ոնց կարող եք հասկանաք, եթե քո ղեկավարը դարձել է Քանդրբազի Փահլևան։ Մի պարան կապել է արևելքից, մեկը արևմուտքից եւ վրան պարում է։ Բայց նա չի պատկերացնում, թե այնտեղից ընկնողը ինչ է դառնում։ Երբ ենք մենք հասկանալու, որ մենք պետություն պետք է ունենանք։ Մեր ինքնասիրության պետությունը, մեր ազգային հպարտության ինքնասիրության պետությունը, որ գլուխներս կախման չգանք։ Երբ հոկտեմբերի 27 եղավ այդ երեկոն, այդ սև երեկոն, խոսցնում էին մարդկանց, մի լրագրող մոտեցավ Ռուբեն Մաթևոսյանին ազգային ժողովի առաջ ասեղ գցելու տեղ չկար, ժողովուրդ այնտեղ էր։ Ռուբեն Մաթևոսյանին մոտեցավ եւ կարծիքը ասեց, ինչ ասեց Ռուբեն Մաթևոսյանը։ Ասաց, աշխարհում ինչքան հայ կա, թող գլուխը կախման գա։ Մենք 7 տարի է գլուխներս կախման ենք գալիս, Նիկոլ, 7 տարի։ Մինչև երբ ժողովուրդս, մինչև երբ, եթե ժամկետ եք դրել, ասեք մենք էլ իմանանք գիշերը հանգիստ քնենք։ Էս ինչ վիճակա, էս ինչ վիճակա, արցախցիների համար անսովոր, ահավոր ծանր վիճակա։ Կասեն ինչի եք ջոկում արցախցի հայաստանցի, բայց զրկվածը մենք ենք, կորուստվածը մենք ենք, ուրիշի շեմերուն թափառողը մենք ենք, կոպեկ վարձ հաշվողը մենք ենք, իսկ իշխանությունը միլիոններ է ծախսում, դրսից մի երկիչ է հրավիրում և միլիոնավոր դրամների նրա համար համերգ է կազմակերպում։ Նորից հարցնեմ, քանի երրորդ անգամը, ինչ ազգի եք դուք իշխանավորներ։ Ինչ եք սարքել արցախցիներին, խաղալիք ձեր ձերքին, երևի ձեր տներից էլ նայում եք,
ու ծիծաղում նրանց վրա։ Ինչ եք սարքել հպարտ արցախցիների։ Մի քանի դիպլոմ ունեցող բարձրագույն ավարտ արցախցին փողոց է ավլում, հացի փռում, հաց է թխում, տաքսիստ է աշխատում, եւ օրը 5000 դրամ, ամբողջ գիշերը հաց է թխում, օրը 5000 դրամ վերցնում, կինը ձեռքերը վառված, որ փոխնախարար է եղել Արցախում։ Դուք հասկանում եք մարդիկ ինչպես են գոյատևում, Թուրքի համար շենքեր եք սարքում։ Բլոկադայի ժամանակ էր, մարտ թե ապրիլ ամիսներ չեմ հիշում, Երևանից զանգ եկավ իմ վաղեմի ընկերուհին, որ աշխատում էր իշխանական ապարատներում, եւ ինչ ասեց, կապի ճամպրոկներդ եւ պատրաստ եղի, ավտոբուսները գալու են եւ ձեզ հանեն, մարտ-ապրիլ ամիսներ բլոկադայի, ձեզ համար 65000 բնակարան ենք արդեն կառուցում։ Ես մտածեցի, որ կատակ է, ասում եմ, խելքդ գլխի տակ, քո ինչ ես ասում։ Արցախցին ուր պետք է դուրս գա։ Ասեց ավտոբուսները բերելու են, կանգնեցնեն եւ ձեզ հանեն, ձեր շենքերը արդեն կառուցում են ձեր բնակարանները։ 2 տարին էլ լրացավ, բա ուր են բնակարանները, Նիկոլ։ Ամբողջ Երևանը բազմահարկ շենքերա դատարկ, փոշու մեջ կորել են ժողովուրդը, փոշու մեջ, շնչել չի լինում։ Կարոտով եմ հիշում իմ ուսանողական տարիների Երևանը, մաքուր, լվացած փողոցներով, կանաչ բուսականությամբ, ծառներով, կարոտով եմ հիշում։ Ինչ արեցիր այս քաղաքը։ Արցախը կերար, արցախցիներին կերար, երևանցիներին կերար, Երևանը կերար, այ մարդ հերիք չի, երբ ես կշտանալու, երբ ես կշտանալու, Ես աղբերի միջից ենք մենք քայլելով աջ ու ձախ գնում, Երևանը երբ է այսքան կեղտոտ եղել, երբ է այսպիսի ավազականոց եղել, ամեն օր մի մարդասպանություն, ամեն օր մի թալան, ամեն օր ծեծ ու ջարդ, ամեն օր բանտարկյալ, կալանավոր, երբ է եղել պատերազմից հետո, երբ մի քիչ այսպիսին դարձավ վիճակը, Վանոն, Սիրադեղյան Վանոն, որ մենք բացասական կերպար էինք միշտ հաշվում, մի քանի ամսում Երևանը կարգի բերեց, մի քանի ամսում Երևանը սարքեց օրենքի երկիր, 7 տարի է ինչ է այս երկրի վիճակը, չեմ հասկանում, ոչ երիտասարդությանն եմ ճանաչում, ոչ մեր կրթությունը մշակույթն եմ ճանաչում, 2 տարի է, Նիկոլ, և ԿՊ իշխանություն, որևէ արցախյան խումբ հրավիրել եք, հանդիպել եք հետները, քանի անգամ ենք ձեզ նամակներ գրել, առաջարկություններ արել, խնդրել, խնդիրներ բացահայտել, ինչ կարելի է անել, որ այդ խնդիրները լուծվի, քանի անգամ ենք եկել կառավարության շենքի առաջ, խնդրել հանդիպում ձեզ հետ, որևէ արցախցու հետ դուք հանդիպել եք, այդքան վախենում եք արցախցիներից։ Իսկ հիմա գնում եք Թուրքիա, թուրքերի հետ հանդիպման, Բաքվից են գալիս այստեղ ձեզ հետ հանդիպման, հեծնել տվեցիք թուրքերին, տո միամիտներ, տո անմիտներ, գոնե մարդ իրա տեսածից պետք է դաս առնի, չէ։ 10 ամիս, երբ ուզում էր լույսը անջատում էր թուրքը, որովհետև Շուշիում եկար, տարար, նստեցրի Շուշիում թուրքին, երբ ուզում էր գազի վինցիլը փակում էր, հիմա լույսը տալիս ես թուրքին, ընդամենը մի բլասկակոպցի է պետք վերցնի կտրի և քեզ թողի անլույս մթության մեջ, վաղն էլ գազը կտաս, վինցիլը փակելու քեզ նույն բլոկադան սարքի ինչ որ Արցախում, դրա համար եմ ասում Հայաստանը, Արցախ չսարքեք, ժողովուրդ, խելքի արի վերջապես, սա քո երկիրն է, չէ, քոնն է, սա Նիկոլինը չի,
Իշխանությունը ուրիշ է Հայաստանում, ժողովուրդը ուրիշ։ Դա է ահավորը, դա է սարսափելին, երբ առանձին են գոյատևում ժողովուրդը և իշխանությունը։ Ուրեմն պետք է ժողովուրդը դու արթնանաս և իշխանությունը սարքես ժողովրդական իշխանություն։ Կարող եք ասել, ինչ ժողովրդավարություն է Նիկոլը արել այս 7 տարիների ընթացքում։ Նա դարձել է մի վախկոտ բռնապետ, վախկոտ, բռնապետ է լինում, երկրի համար է բռնապետություն անում։ Այս մարդը երկիրը տալու համար է բռնապետ դարձել, որ սեփական ժողովրդին վախեցնի սրանք ծպտուն չհանեն և ինքը հանգիստ սկսի աչից ծախից տալ։ Հայաստանը սարքել է մատաղացու, պարկեցրել սեղանին, մի դանակ տվել Ադրբեջանի ձեռքը, մեկը Էրդողանի։ Եվ սկսել են յուղալի թիքաները կտրել։ Մինչև երբ եք լռելու ժողովուրդս։ Ուշքի եկեք, խնդրում եմ, հետո ուշ կլինի։ Մենք գալու տեղ ունեինք, եկանք Հայաստան, որ Հայաստանը չլինի ուր ենք գնալու, դուք էլ մենք էլ։ Ուր ենք գնալու։ Դուք 300,000 ադրբեջանցու հետ ապրող եք։ Դուք հասկանում եք ինչա կատարվում։ Չգիտեմ, կներեք այս վրդովմունքիս համար և այս սուր խոսքերիս համար, բայց սիրտը, որ լցվում է, պետք է դատարկես, որ չփայթի։ Ես իմը դատարկեցի, խորհուրդ կտամ, դուք էլ ձերը դատարկեք, բայց ի օգուտ Հայաստանի։ Ցտեսություն ձեզ և հաջողություն։